2 րոպե, որի ընթացքում գրեթե ամեն ինչ սխալ է։ Ադրբեջանական քարոզչամեքենան կարծես գործի է դրել մանիպուլացիոն եւ հաճախ ցինիկ ելույթներով հայտնի վիրտուալ տիրույթի իր գործիչներից մեկին, սակայն անօգուտ։ Վերջինս խայտառակ սխալներով ելույթի ձապ ոչինչ չհաջողեց, արձագանքելով Գեղարդ հիմնադրամի պատրաստած տեսանյութին, որտեղ լուսաբանվում է Շահ Աբասի ծագումը։ Ռազմավարը որոշեց ծաղրել ադրբեջանցի պատմաբանների կեղծ պատմական քարոզչական տեքստերի դատապարտումը, սակայն 2 րոպեում հասցրեց շփոթել երկիրը պետության հետ, դինաստիան բանակի, Կայակոյունլուն Ակոյունլուի, իսկ 16-րդ դարը 20-րդ դարի հետ։ Անդրադառնանք կիրառական ադրբեջանագիտության մեծ ընկիտակ Քյամրան ռազմավարի մտքի փայլատակումներին։ Թեստ համար 1. Սեֆյանների օրոք Հայաստան գոյություն չուներ։ Այո, Շահ Աբասի օրոք հայկական անկախ միասնական թագավորություն գոյություն չուներ, սակայն ինքնիշխան պետության բացակայությունը չի նշանակում պատմական երկրի, նրա բնակչության եւ կառույցների անհետացում։ Իտալիան մինչև 1861 թվականը նույնպես միասնական պետություն չէր, բայց ոչ ոք չի պնդում, թե Դանթեն ապրել է գոյություն չունեցող մի վայրում։ Ակադեմիական էնցիկլոպեդիա Իրանիկան ուղիղ գրում է, որ օսմանցիները եւ Սեֆյան Իրանը պայքարում էին Երևանի եւ ողջ արևելյան Հայաստանի համար։ 1590 թվականի պայմանագրով Շահ Աբասն օսմանցիներին է զիջել Հայաստանն ու Անդրկովկասի այլ տարածքները։ Ըստ երևույթին Քյամրան ռազմավարի տարբերակով նա հասցրեց զիջել այն տարածքները, որը գոյություն չուներ։ Հայաստանում շարունակում էին գործել Էջմիածնի կաթողիկոսությունը ու վանքերը, կային նաև տեղական հայ մելիքությունները։ Հետևաբար ճշգրիտ ձևակերպումն այն է, որ գոյություն չուներ անկախ հայկական պետություն, իսկ Հայաստան գոյություն չուներ արտահայտությունը երկրի հասկացության սովորական փոխարինումն է պետությամբ։ Թեստ համար 2. Շահ Աբասը պարզապես հայերին երբեմն տեղափոխում էր։ Ցինիկ ձևակերպում է։ Կարծես շահը հայերին մի դարակից մյուսն էր դնում։ 1604 թվականին օսմանական բանակի առջևից նահանջելիս Շահ Աբասը կիրառեց այրված հողի քաղաքականությունը։ Քաղաքներն ու գյուղերն ավերվում էին, բերքն ու արոտավայրերը ոչնչացվում։ Իսկ արևելյան Հայաստանի բնակչությունը բռնությամբ քշվում էր Արաքսից այն կողմ, Իրանի ներքին նահանգներ։ Արդյունքում հին ջուղան ամբողջովին ավերվեց, իսկ նրա բնակիչները բռնի տեղահանվեցին։ Հենց դրանից հետո Սպահանի մերձակայքում առաջացավ նոր ջուղան։ Աղբյուրները խոսում են 100 հազարավոր բռնագաղթվածների մասին։ Սա կոչվում է բռնագաղթ, մեծ սուրգուն, եւ ոչ թե երբեմն տեղափոխում էր։ Թեստ համար 3. Սեֆյաններն ու ղզլբաշները մեկ մեծ ընտանիք էին։ Ղզլբաշները ռազմակրոնական միություն էին, կազմված հիմնականում թուրքմենական թյուրքախոս ցեղերից, որոնք դարձել էին Սեֆյանների հենարանը, իսկ Սեֆյանները սուֆիական միաբանությունից ծերող իշխող դինաստիա էին Իրանում։ Դինաստիայի ռազմական հենարանը եւ ինքը դինաստիան նույն բանը չեն։ Ղզլբաշը Սեֆյանների տոհմածառի հետ որևէ կապ չունի։ Սեֆյանները գիտության մեջ առավել տարածված վարկածներից մեկի համաձայն ունեցել են քրդական ծագում։ Այս փաստերը միմյանց չեն հակասում։ Ծագումը, լեզուն եւ պետական պատկանելությունը տարբեր կարգի հասկացություններ են։ Փաստերը խոսում են անգրագիտության դեմ։ Շահ Աբասը սահմանափակեց թուրքմեն ղզլբաշների իշխանությունը եւ նրանց հակակշիռ ստեղծեց վրացիներից եւ հայերից։ Ըստ երևույթին ընտանիքն այնքան համերաշխ էր, որ շահը ստիպված էր սեփական բանակով պաշտպանվել հարազատներից։ Թեստ համար 4. Շահ Իսմայիլը իբր կռվել է Կարակոյունլուի դեմ։ Այստեղ ռազմավարն իսկական հայտնագործություն է անում եւ Իսմայիլին պատերազմ է ուղարկում դեռ իր ծնվելուց առաջ։ Абսուրդն այն է, որ կայակոյունլուները ջախջախվել էին Ուզուն Հաստանի կողմից դեռևս 1468 թվականին, իսկ Իսմայիլը ծնվել է 1487 թվականին։ Իսկ թե ադրբեջանական քարոզչության ներկայացուցիչն ինչպես հասցրեց Իսմայիլին կռվեցնել Կարակոյունլուի դեմ, երբ դեռ ծնված էլ չէր, գիտության համար մնում է առեղծվածային։ Եվ վերջապես, թեստ համար 5. Իրան անվանումն առաջացել է 1935 թվականին։ Սա պարզապես փաստական սխալ է։ Իրան անվանումը վկայված է դեռևս 3-րդ դարում Սասանյան արքա Արտաշիր առաջինի տիտղոսակարգում։ Սեֆյան տիրակալները կրում էին Իրանի շահնշահ տիտղոսը եւ նույնիսկ օսմանյան սուլթաններն էին նրանց դիմում որպես իրանական երկրների արքաների եւ Իրանի արքայից արքաների։ 1935 թվականին Իրանը նոր անուն չի ստացել։ Ռեզա շահի կառավարությունը պարզապես խնդրեց օտար պետություններին օգտագործել ավանդական ներքին ինքնանվանումը Իրան,
Արևմուտքում տարածված Փերսիայի փոխարեն։ Սա միջազգային բառագործակցության փոփոխություն է, այլ ոչ թե երկրի ծննդյան վկայական։ Ուստի Սեֆյան-Իրան արտահայտությունն ամբողջովին ակադեմիական եզրույթ է։ Ավելին, Իրանի Քեմբրիջյան պատմագրությունը նույնպես նկարագրում է Սեֆյաններին որպես ուժեղ պետության ստեղծողների, հենց Իրանում։ Ըստ երևույթին Քեմբրիջն էլ է ընկել հայկական Վիկիպեդիայի ազդեցության տակ։ Ավելի խայտարակ մի բան, ադրբեջանական քարոզչության այս ներկայացուցիչը ունի բավարար գիտելիք տարբերակելու Շահ Աբբաս առաջինին Շահ Աբբաս երկրորդից, եւ իր տեսանյութում հենց իր սիրելի Վիկիպեդիայից մեկին խառնում է մյուսի հետ։ Եթե ամփոփենք, ռազմավարը հայկական անկախ պետության բացակայությունը ներկայացնում է Հայաստանի բացակայություն։ Զանգվածային բռնագաղթը տեղափոխում։ Ղզլբաշներին Սեֆյանների տոհմաբանության մաս։ Իսմայելին պատերազմի է ուղարկում մի պետության դեմ, որը կործանվել էր իր ծնունդից տասնյակ տարիներ առաջ, իսկ Իրան անվան առաջացումը 3-րդ դարից տեղափոխում է 1935 թվական։ Փոխարենը Վիկիպեդիա մեջ բերելով մեղադրում է այլոց Վիկիպեդիայից օգտվելու համար։ Ահա այսպիսին է կիրառական ադրբեջանագիտության վարպետաց դասեր վաճառող, պատմաբան աշխարհագրագետ եւ համատեղությամբ հասարակական գիտությունների ավտոմեխանիկ Քյամրան Ռազմովարի մտքի թռիչքները։